Պատանիների մաթեմատիկայի Բալկանյան օլիմպիադայի պաշտոնական կայքի արդյունքներ բաժնում մեր եռագույնի ներքո հայ դպրոցականների հաջողություններն են։ 1 ոսկե, 1 արծաթե և 4 բրոնզե մեդալով են վերադարձել Ռումինիայից։ Թվերի հետ աշխատելու արդեն իսկ մեծ փորձ ունեցող երիտասարդները Բուզեու քաղաքում լուծել են տեխնիկական խնդիրներ, որոնք իրենց բարդությամբ տարբերվում են դպրոցական հավասարումներից։ Բոլոր թեմաներից խնդիրները ավելի դժվար են ու ավելի հետաքրքիր մտածելու ձևեր են պարունակում, քան դպրոցական նյութը, այդ իսկ պատճառով աշակերտների համար սա ոչ միայն աշխատելու վայր է, այլ նաև հետաքրքիր խնդիրներ, մտքեր բացահայտելու հնարավորություն։ Հանրահաշիվ, երկրաչափություն, թվերի տեսություն և կոմբինատորիկա։ Ստուգատեսի բաժինները 4-ն էին։ 4.5 ժամում աշակերտները լուծել են 4 հավասարում, յուրաքանչյուր բաժնից 1 խնդիր, ասում են ամենաբարդը երկրաչափությունն էր։ Կարծիք կար, որ դու խնդիրը արդեն լուծել ես, մնում էր 1-2 քայլ գրել, բայց դու ընդհանրապես կարող ես բանել առաջ չլներ և պետք է նոր մտքեր առաջարկեր, որ խնդիրը լուծեր։ Պետք է փորձ ունենաս, պետք է շատ նման խնդիրների հանդիպած լինես, լուծած լինես, որպեսզի կարողանաս այդ ժամանակի ճշմարտ լուծես։ Հեղինակավոր ստուգատեսը նախատեսված է մինչև 15.5 տարեկան պատանիների համար։ Օլիմպիական խմբավարների խոսքով միջազգային մրցույթները նպաստում են երիտասարդների մտահորիզոնի զարգացմանն ու դժվարություններին չվախենալու հմտության ձևավորմանը։ Այս ճանապարհով գնացող դպրոցականների թիվը վերջին տարիներին ավելացել է։ Դինամիկան ամեն դեպքում դրական է, այսինքն ոնց որ տարեստարի Հայաստանը ավելի շատ օլիմպիադաների է մասնակցում, մասնակիցների թվերն են ավելանում, օրինակ այն տարիներին, երբ ես էի դպրոցական, միջազգային օլիմպիադաները երեխաների համար անհամեմատ ավելի քիչ էին, քան հիմա, այսինքն հիմա հնարավորությունները ավելի շատ է։ Բալկանյան օլիմպիադան անցկացվում էր 30-րդ անգամ։ Այս տարի մասնակիցները 133-ն էին 23 պետությունից։ Հայ դպրոցականները վստահեցնում են, առջևում այլ ստուգատեսների մեդալներն են։ Արամ Մարանդյան, Հովհաննես Քյուրքչյան լուրեր։